Շնորհակալություն, նախ զեկույցի համար շնորհակալություն, պարոն Պողոսյան, ինձ հետաքրքրում է արդյոք տարվա ընթացքում եղել են քաղաքացիներ, որոնք դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով եւ մերժվել է նրանց դիմումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար։ Հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացները, ինչպես գիտեք, սահմանադրական կարգավորումներից բացի կարգավորվում են նաև քաղաքացիության մասին օրենքով։ Ընթացակարգերը սահմանված են, որ քաղաքացիները դիմում են սահմանված ընթացակարգերով, դիմում են լիազոր մարմին, այն միգրացիայի ծառայությանը, քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությանը եւ համապատասխան ուսումնասիրությունների եւ եզրակացությունների հիման վրա արդեն նախագահին ներկայացվում է նախագահի հրամանագրի նախագիծ շնորհելու կամ քաղաքացիությունը մերժելու վերաբերյալ։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիության շնորհելու վերաբերյալ դիմումները։ Շնորհակալություն, եւ եթե կարելի է նշեք, այս 805-ի մեջ Արցախայից, Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած քաղաքացիներ կան, որոնք դիմել են քաղաքացիության եւ չեն ստացել, ինչ եմ ասում, որտեղ ընդդիմությունը շարունակում է իբրև թե մենք քաղաքացիության համար դիմում են եւ մերժումներ են ստանում։ Կա նման դեպք մեր մոտ։ Շնորհակալ եմ։ Պարոն Բագրատյան, անկեղծ որ լինեմ, մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկատվությամբ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով ամենակարճ ժամանակներում են այում, եւ ես իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն։